Պարկ Կարապետյան, դուք ասացիք, որ փետրվարի 12-ին ձեր վարչապետի թեկնածուի անունը նաև հայտնի կդառնա, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին հստակ է, թե նա ով է լինելու, պարզապես դուք պատրաստվում եք դա հանրայնացնել շաբաթներ անց եւ հաջորդ հարցը կուզեի ամեն դեպքում հարցնել քաղաքական ուժերի հետ այս փուլում ընթացող հանդիպումներից կամ քննարկումներից նախընտրական հնարավոր համագործակցությունների վերաբերյալ դուք նախինում հայտարարել եք, որ նախընտրական փուլում առաջին եւ երկրորդ նախագահների հետ համագործակցության պատրաստ չեք, այսինքն կխնդրեմ, եթե ինչ-որ բան է փոխվել հստակեցնեք, հետընտրական փուլում պատրաստ եք նրանց հետ համագործակցության եւ նախընտրական փուլի հետ կապված այս բանի պետք է ընդդիմադիր դաշտից հնչում են կարծիքներ, որ մեծ բևեռներ են անհրաժեշտ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի այդպես համագործակցել խորհրդարանում եւ հասնել իշխանության հաղթմանը։ Դուք այդ տեսլականին ինչպես եք վերաբերում, այսինքն կողմ եք ինչ-որ այլ ուժերի հետ համագործակցության, ոչ այն ուժերի, որոնց մասին դուք արդեն խոսել եք, օրինակ դաշտում կա Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը, այլ ուժեր կան, որոնք այս փուլում խոսում են հնարավոր դաշինքների, բևեռների ձևավորման մասին կան, այս ուժերի հետ քննարկումներ եւ այսպիսի մեծ դաշինքներ ձևավորելու դուք կողմ եք, թե այդուհանդերձ նախընտրում եք ձեր կուսակցությամբ եւ ձեր ուժով մասնակցել ընտրություններին։ Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու եւ որոշիչ է լինելու մի բան, թե որ կուսակցությունները ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ եթե տեսնում է, որ իր հնարավորությունը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր հնարավորությունը անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի process-ի մեջ, թույլ չտա, որ իր ձեները կորեն։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ճիշտ եք, նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, բայց այս պարագայում, այս պահին մենք տեսնում ենք մի ճանապարհ։ Ժամանակի ընթացքում վերջնական քաղաքական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ դիրքորոշումով, ինչը բխելու է այն նույն տրամաբանությունից, որը ես նշեցի նախորդիվ, այսինքն որ փոքր կուսակցությունները, ովքեր հնարավորություն չունեն անցնելու, պետք է չմտնեն process-ի մեջ մեր կարծիքով, որովհետև դա իշխանական օրակարգի սպասարկում է լինելու, աջակցելու իշխանությանը վերարտադրվելու։ Ինչ վերաբերվում է կոալիցիաներին, նախընտրական, ես ասեցի, որ երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ վերջնական մենք որոշում կայացնելու ենք նախընտրական process-ների վերջի էտապում։ Որ ուժերի մասին է խոսքը, որոնց հետ որ այս պահին կան Քանի որ քննարկումները տարբեր ընթացակարգերով են տեղի ունենում, չի ուզենա բարձրացնեի, բայց արդյունքի լինելու պարագայում ինձ թվում է մեր հասարակությունը կիմանա։ Եվ առաջին հարցը վերաբերյալ պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ վարչապետի թեկնածուի հետ կապված, այսինքն կարող եք ֆիքսել, որ արդեն թեկնածուն որոշված է։ Այո, թեկնածուն որոշված է, թեկնածուն ճիշտ որ ասեմ, երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի